Ադրբեջանցիների կողմից այս պայմանը արձանագրության վրա ամփոփ որոշ նորագրել Մամեդով եւ Մոսյանը չի եղել։ Ըստ որում նաեւ ընդունել են այս արձանագրությունը որպես հիմք Ալմատայի հռչակագրում սահմանները որպես ճանաչվել են այս արձանագրությամբ եւ որևէ առարկություն 32 տարվա մեջ չի եղել։ Այնպես որ սա նաեւ խոսում է այս մանիպուլյացիոն բնույթի մասին երևույթի։ Շնորհակալություն։ Պարոն Սուրենյանը խնդրեմ պարոն Սուրենյան, փոխանցեք եթե կարելի է միկրոֆոնը պարոն Սուրենյան։ Պարոն Սուրեն Սուրենյան, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն։ Մի բան, որ կարմիր թելի պես անցավ բոլոր ելույթներում այդ դա այն է, որ կանգնած ենք քաղաքական ընտրության առաջ։ Երևի 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո որևէ ներքաղաքական միջոցառում նման շրջադարձային նշանակություն չի ունեցել մեր երկրի համար։ Կամ մենք պիտի վերահաստատենք սեպտեմբերի 21-ի մեր այոն տրված անկախության առաքվեին կամ ըստ տեղի ունենալու Հայաստանի ադրբեջանականացում կամ Հայաստանը վերածվելու է արևմտյան Ադրբեջանի։ Շատ պարզ գրեթե առաքվեի նմանվող երկընտրանք ենթադրող ընտրություն է։ Մյուս կողմից ինչի ենք ականատես։ Այս Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ամբողջ ընդդիմությունը պիտակավորում է խաղաղության պատերազմի կուսակցություն անունով։ Մի կողմից իր ներկայացրած մոդելը պատմագիտական, քաղաքագիտական առումով որևէ կապ չունի խաղաղության հետ, որովհետև առնվազն 3 բան կասեմ ես, որպեսզի ակնհայտորեն դառնա, որ խաղաղության մասին ընդհանրապես զրույց չկա։ Առաջին շարունակում են Բաքվում պահվել 3 տասնյակից ավել ըստ պաշտոնական թվերի, թե 2 տասնյակից ավել ռազմագերիներ։ Խաղաղության ռեժիմը նման իրավիճակ չի ենթադրում։ Նույնիսկ ներքաղաքական կյանքում, երբ որ ներքաղաքական ինչ-որ հակամարտության հետևում են իշխանության և ընդդիմության երկխոսությունը, դրա առաջին դրսևորումներից մեկը լինում է, օրինակ քաղաքականավորների շատ արագ ազատ արձակումը։ Նույնիսկ ասում եմ ներքաղաքական կյանքում է, այդպես մնաց խաղաղության ձգտող պետությունների հարաբերությունում։ Երկրորդ, Հայաստանի 200 կիլոմետր քառակուսի ավելի տարածքներ 200 կիլոմետր քառակուսից գտնվում են օկուպացիայի տակ։ Նիկոլ Փաշինյանը բլեֆ է անում, որ դեմարկացիայի պրոցեսում այդ բոլոր հարցերը կլուծվեն, վկայակոչելով օրինակ Ալմատիի հռչակագիրը։ Ալմատիի հռչակագիրը դատարկ փաստաթուղթ է։ Դա հռչակագիր է, որը իր մեջ չունի քարտեզային որևէ նկարագիր, որևէ։ Իդեպ Ալմատիի հռչակագրին ճակատագրի բերումով ծանոթացել եմ դերևս 1996 թվին, որտև 4 կուրսում իմ դիպլոմային աշխատանքի թեման էր։ Դա բացարձակ որևէ քարտեզային նկարագիր այդ փաստաթուղթը չունի իր հիմքում։ Դա ավելի շուտ Խորհրդային Միության փլուզումը ազդանարող եւ նոր կազմակերպության ստեղծման մասին իշխող հռչակագիրը հետ սովետական տարածքում որևէ երկու երկրի դելիմիտացիա, դեմարկացիա տեղի չի ունեցել Ալմատիի հռչակագրի հիմքով։ Օրինակ,
Հայաստանը ու Վրաստանը դելիմիտացիա դեմարկացիա են իրականացնում դեռ ընթացքի մեջ է։ Չկա որևէ հիշատակում Ալմատի հռչակագրին։ Օրինակ Տաջիկստանն ու Ղրղստանը շատ այրենոտ միջադեպերով բանով ի վերջո եկան դելիմիտացիայի դեմարկացիայի չկա որևէ հիշատակում Ալմատի հռչակագրին։ Այսպես կարող եմ շարունակել։ Մյուս խնդիրը, որ գոյություն ունի, դա Ադրբեջանի շարունակական պահանջներն է։ Նիկոլ Փաշինյանը տպավորություն է ստեղծում, որ այդ թուղթը պատրաստած ստորագրման Արևը վազելով պատրաստակալ այդ փաստաթուղթը ստորագրել, այ Հայաստանում մի հատ ընդդիմություն կա, որ ձեռները բռնել է Ալիևի ու Փաշինյանի ու թույլ չի տալի այդ փաստաթուղթը ստորագրել։ Իրականության մեջ Ալիևը բացարձակապես շահագրգռված չի այդ փաստաթղթի ստորագրմամբ, մանավանդ հիմա երբ Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների հնարավոր զարգացումներից մեկի պարագայում Աստված մի արածը իհարկե ուղղակիորեն կասկածի տակ է դրվելու Հայաստանի պետականության գոյությունը։ Ես չեմ ուզում այդ սցենարի մասին խոսենք։ Բայց այս մարդը, ուրեմն 3-4 հատկանիշով մենք լավագույն դեպքում չպատերազմ ռեժիմի մեջ ենք, այս մարդը ամբողջ սեգմենտի հասարակության, ընդդիմությանը մեղադրում է պատերազմի կուսակցություն լինելու մեջ։ Ամենադիվային, ամենավտանգավոր հայտարարություններից մեկն է Փաշինյանի, որտեղ եթե Հայաստանում ներքաղաքական որևէ փոփոխություն լինի ստատուս քվոյի, դա Ալիևի համար փաստար կա լինելու հայտարարել, որ Հայաստանում հաղթել են ռևանշիստները դրանից բխող հետևանքներով։ Կասկած չկա, որ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը օգտագործելու է Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու գործուն մեխանիզմներ սկսելու համար, որը մեկը թոչասի դա հնարավոր չի։ Մենք վերջին ամիսներին շատ հնարավոր բաներ ենք տեսել։ Վենեսուելայի ինքնիշխան պետություն հանդիսացող Վենեսուելայի նախագահի առևանգում, Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի սպանություն, իշտականգարելու ուժային դիսբալանսի պայմաններում Հայաստանը շատ ավելի մեծ պոտենցիալ ունեցող Ադրբեջանին կամ Թուրքիային միջազգային իրավունքի տոտալ ոտնահարման պայմաններում նման գործողություն իրականացնել Հայաստանում։ Մանավանդ որ ամրոցի բանալիները հանձնող կա։ Սա շատ հստակ է։ Հայաստանի որևէ մագիստրալ քաղաքական ուժ, այդ թվում այն ուժը, որին ես ներկայացնում եմ, պարոն Ծառուկյանի շուրջ արկա կոնսոլիդացիան, չի ասել այն մասին, որ իշխանության գալու պարագայում մենք չեղարկելու ենք Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Այո, մենք վերապահումներ ունենք, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ, թե հատկապես թրիփի համաձայնությունների վերաբերյալ։ Բայց չունենք այն արկածախնդրությունը, որ հայտարարենք, որ իշխանություն ձևավորելու պարագայում չեղարկելու ենք այդ փաստաթղթերը, որովհետև պատերազմի կուսակցության այն բանաձևը, որը Նիկոլ Փաշինյանը վերագրում է այսօրվա հիմնադիր ուժերի, տիպիկ գնահատականն է Նիկոլ Փաշինյանի 2018-20 թվականների քաղաքականության։ Այդ ինքն է եկել զրոյական կետով բանակցային ամտանգային միջավայրը ոչնչացրել, ինչի հետևանքով եղավ ինչ եղավ այն ազգային ավել։ Այո, շատ վատն են այն համաձայնությունները, որ ձեռք է բերել, ես գրավոր համաձայնությունների մասին եմ ասում, Նիկոլ Փաշինյանը։ Բայց դա չի նշանակում, որ փոփոխության դեպքում պիտի գա սուրճ օջել այդ փաստաթղթերի դեմ։ Պիտի փորձել նրանց ստեղծած հնարավորությունները օգտագործել բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերը բարելավելու համար։ Եվ շատ կարճ ռեպլիկի
կարգով, որպեսզի ամեն քննարկման օրակարգը չփոխի։ Նիկոլ Փաշինյանի գերնպատակը նույնիսկ այդ խաղաղության պայմանագիրը չի։ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի գրանքրոս ճակերտերի մեջ, արկածախնդիր պլանի մեջ է։ Նիկոլ Փաշինյանի գերնպատակը երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելն է։ Մնացած ամեն ինչը արձանագրել են։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ռուսական ուղերձից դուրս է բերում, բայց ակնհայտորեն ոչ թե կոմֆորտ արևմուտք տանելու, այլ թուրք-ադրբեջանական ակցիայի մեջ դնելու համար։ ՄԱԿ-ը 3-4 օր առաջ շատ ուղիղ ձևակերպեց, ասեց 2020 թվականը եղել է մեր, ոնց ասեց, գիտակցված զոհության, այսինքն մտածված որոշման հետևանք։ Իսկ այդ պատերազմը դրանից հետո ծավալվող իրադարձությունները եղել են երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու մասին։ Գլխավոր հարցը հեսա, մնացած բոլոր հարցերը արձանցյալ են այդ կոնտեքստում հունիսի 7-ի ընտրությունները շրջադարձային են եւ տարածվում են այդ համատեքստի մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Սուրենյան, շատ հետաքրքիր, շատ բովանդակալից ելույթի համար։ Խնդրում եմ